Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրված դերասան Լևոն Մկրտչյանն ու իր սիրելին Էվելինա Ստեփանյանը հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի «Սեր» հաղորդաշարին, որի ընթացքում խոսել էին իրենց հարաբերությունների վատ մեկնաբանությունների, իրենց սիրո մասին և ոչ միայն։ Նրանք նշել էին, որ չնայած 1 տարի առաջ ամուսնացել են, բայց հարսանեկան արարողությունը տեղի կունենա շուտով։ Ինչպես պարզ է դառնում Լևոնի ու Էվելինայի պատմությունը, նման չէ հեքիաթի, որտեղ ամեն ինչ հեշտությամբ է ընթանում, նրանց սերը սկսվել է դեռ ուսանողական վաղ տարիներին, երբ երկուսն էլ արվեստի աշխարհում իրենց առաջին քայլերն էին անում, նրանք յուրաքանչյուրն իր ոլորտում փորձում էր կայանալ, ինչը երբեմն պահանջում էր ծանր աշխատանք ու զոհողություններ, և ինչպես հարցազրույցի ընթացքում նշել է Լևոն Մկրտչյանը, նա չէր ցանկանում իր մասնագիտությամբ շարունակել և աշխատում է այլ ոլորտում։ Ինչպես կյանքում հաճախ է պատահում, տարբեր հանգամանքներ ժամանակավորապես բաժանել են նրանց ճանապարհները, կարիերայի ձգտումը, բանակային ծառայությունը, սակայն իրական սերը միշտ գտնում է իր ճանապարհը և տարիներ անց, երբ երկուսն էլ արդեն կայացած էին ու պատրաստ միմյանց կողքին լինելու, նրանք կրկին հանդիպել են ու հասկացել, որ միմյանցից հեռու ապրելն անհնար է։ Հարսանիքի օրվան զույգը մոտենում է մեծ ոգևորությամբ, նրանց հետևորդներն ու երկրպագուները անհամբերությամբ սպասում են հենց այդ օրվան։ Չնայած կյանքի մարտահրավերներին, Լևոնը և Էվելինան այսօր միասին են ավելի ամուր, քան երբևէ, նրանք միմյանց վստահում են, աջակցում և հավատում, որ առաջ իրենց սպասում են միայն լավագույնը։ Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իսկական սերը երբեք չի մարում, նույնիսկ եթե ճանապարհին կան խոչընդոտներ։ Լևոն Մկրտչյանի և նրա սիրելիի Էվելինա Ստեփանյանի սիրո պատմությունն այս օրերին ոչ միայն գեղեցիկ զույգի մասին խոսակցությունների, այլև սոցիալական ցանցերում իսկական բումի պատճառ է դարձել։ Երբ դերասանը հրապարակեց լուսանկար սիրելիի հետ, այնուհետև տարածվեցին տեսանյութեր ու լուսանկարներ նրանց զաքսավորման ու նշանադրության արարողությունից, երկրպագուներն իսկապես հրաշալի կապ զգացին այս զույգի նկատմամբ։ Սակայն սերն այնքան հանրային դարձավ, որ հետաքրքրությունը սկսեց դուրս գալ սահմաններից։ Սոցիալական ցանցերում սկսեցին բացվել բազմաթիվ ֆանէջեր, որոնցով փորձում էին արտահայտել սերն ու աջակցությունը զույգին։ Բայց ինչպես հաճախ պատահում է հանրահայտ դեմքերի պարագայում, լուսավորի կողքին երևացին նաև ստվերներ։ Շատ արագ սկսեցին տարածվել կեղծ էջեր և օգտահաշիվներ, որոնք ոչ միայն կրում էին Լևոնի կամ Էվելինայի անունը, այլ նույնիսկ սկսեցին խոսել նրանց անունից, հրապարակելով անհիմն տեղեկություններ, կեղծ մեկնաբանություններ և նույնիսկ անհարիր բովանդակություն։ Ոմանք նույնիսկ փորձել են իրենց ներկայացնել որպես Էվելինա Ստեփանյան, օգտվելով նրա հայտնիությունից հասնելու ավելի լայքերի, հետևորդների կամ պարզապես ուշադրության։ Այս ամենին ի պատասխան Լևոն Մկրտչյանի սիրելին Էվելինա Ստեփանյանը վերջապես խախտեց լռությունն ու զգուշացրեց բոլորին։ Նա տեղադրեց լուսանկար Instagram-ի իր էջում, որին կից գրեց. «Սա կեղծ էջ ա, որը վստահաբար ոչ բարի նպատակներով ա օգտագործվում, հա ի դեպ ես երբեք չեմ ունեցել նաև TikTok, բայց տեղյակ եմ էդ հարթակներում գործող կեղծ էջերի մասին ևս, հնարավորինս տարածեք խնդրում եմ», գրել էր նա։ Այնուհետև շատ արագ տվյալ օգտատերը փոխեց անվանումը, ինչին ի պատասխան Էվելինան գրեց. «Ամեն ինչի ընդունակ»։ Նշենք նաև, որ նրա միակ պաշտոնական էջը այն է, որը ղեկավարում է անձամբ ինքը, և նա հորդորել է իր հետևորդներին զգույշ լինել, չհետևել կեղծ էջերին ու չհավատալ նման հրապարակումներին։ Իսկ մինչ երկրպագուներն այնհամբեր սպասում են զույգի նոր լուսանկարներին ու անկեղծ պահերին, լավ կլինի հիշել մեկ բան՝ իրական սերը ցուցադրվում է աչքերով, ոչ թե կեղծ էջերով։ Լևոն Մկրտչյանը մեծ ճանաչում ձեռք բերեց «Վերջին զանգը» հեռուստասերիալում իր կերպարով, սակայն մինչ այս նա արդեն ուներ դերասանական փորձ, ինչպես պարզ է դառնում։ Նրա մասնագիտական ճանապարհը սկսվել է այլ նախագծերից՝ հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կորած օրագիրը» սերիալից, որը հանդիսանում էր հանրային հեռուստաընկերության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունը։ Այս հեռուստանովելը բաղկացած էր 16 մասից և հիմնված էր Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի համանուն
վեպի վրա։ Սերիալը ոչ միայն մատուցում էր հետաքրքիր պատմություն, այլև անդրադառնում էր դեռահասների խնդիրներին, հասարակական ճնշմանը, դպրոցական միջավայրում տեղի ունեցող կոնֆլիկտներին ու դրանց հնարավոր լուծումներին։ Պատմության կենտրոնում դպրոցականների միջև առաջացած լուրջ կոնֆլիկտն էր, որն առաջին հայացքից սովորական վեճի տպավորություն էր թողնում, բայց ժամանակի ընթացքում վերածվում էր իսկական պայքարի։ Գլխավոր իրադարձություններից մեկը Գեղամի և Արթուրի միջև ծագած վեճն էր, այն աստիճանաբար վերածվում է լուրջ հակամարտության, որում ներգրավում են դպրոցի ավարտական դասարանի մյուս աշակերտները։ Վրեժխնդիր լինելու նպատակով Գեղամը հանձնարարում է իր ազդեցության տակ գտնվող Արամին գողանել Անահիտի օրագիրը, որպեսզի այն օգտագործի Արթուրի և Հակոբի դեմ։ Այս օրագիրը պարունակում էր այնպիսի մանրամասներ, որոնք կարող էին խայտառակել ոչ միայն Հակոբին ու Անահիտին, այլև բացահայտել այլ աշակերտների գաղտնիքներն, ինչն ավելի էր խորացնում կոնֆլիկտը։ Այս պատմության մեջ Լևոն Մկրտչյանը մարմնավորում էր Գրիգին, մի կերպար, որն ուներ իր ուրույն դերը զարգացող իրադարձությունների շղթայում։ Նրա կերպարը ներկայացնում էր դպրոցական միջավայրի այն աշակերտներին, ովքեր երբեմն դառնում են իրավիճակների ակամա մասնակիցը, առանց գիտակցելու իրենց կատարած գործողությունների հետևանքները։ Գրիգի կերպարը, ինչպես նաև ամբողջ սերիալն ուներ կրթական նշանակություն, քանի որ ցույց էր տալիս, թե ինչպես դպրոցական վեճերը, որոնք սկսվում են աննշան պատճառներով, կարող են վերածվել մեծ կոնֆլիկտների, ազդելով ոչ միայն նրանց վրա, ովքեր անմիջապես ներգրաված են, այլև նրանց շրջապատի վրա։ Կորած օրագիրը հեռուստանովելում նկարահանվելուց հետո Լևոն Մկրտչյանը շարունակում էր իր դերասանական կարիերան ավելի մեծ հաջողությունների հասնելով։ Նրա մասնակցությունը «Վերջին զանգը» հեռուստասերիալում դարձավ նրա կարիերայի կարևոր շրջադարձային պահը, որտեղ նա առավել ճանաչելի դարձավ հայ հեռուստադիտողների համար։ Այսօր, երբ «Վերջին զանգը» շարունակում է մեծ հետաքրքրություն առաջացնել, շատերը սկսում են հետադարձ հայացք նետել Լևոն Մկրտչյանի անցած ճանապարհին և բացահայտել, որ նա դեռ վաղուց իր տեղն էր գտել դերասանական աշխարհում։ Նա ոչ միայն շնորհալի դերասան է, այլև մեկը, ով կարողանում է իր հերոսներին հաղորդել կյանքի իսկական շունչը, դարձնելով նրանց ավելի իրական ու հուզիչ հեռուստադիտողների համար։ Իսկ դու գիտեիր, որ Լևոն Մկրտչյանը նկարահանվել է նաև այլ հեռուստասերիալներում։ Գրիր մեկնաբանություններ բաժնում, ուրախ կլինենք կարդալ։